Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիկի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում, ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավմանը ուղղված ծրագրերի կարևորությունը։ Ստեֆանի Ուրչիկը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում, նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել գործունեությունը և իրականացնել նոր նախագծեր։ Դրանք վերաբերում են առողջապահության, շրջակա միջավայրի այլ ոլորտներին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ։ Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ, մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները։ Վարչապետը ընդգծել է սահմանված ժամկետներում և որակի չափանիշներին համապատասխան աշխատանքները ավարտելու կարևորությունը։ Starlink արբանյակային ինտերնետը արդեն հասանելի է Հայաստանում, Facebook-յան էջում գրառում է արել վարչապետ Փաշինյանը։ Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ, գրել է նա։ Հանրապետության նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը։ Հանդիպմանը քննարկվել են համագործակցության խթանման հնարավորությունները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Նախագահը ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշումը։ Չեռնոգորիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունի մեր համար, իր պատմական անցյալով իհարկե նաև պայմանավորված, եւ իհարկե ամենակարևորը, որ բարձրաստիճան մակարդակում մենք ունենք ջերմ հարաբերություններ ձեր երկրի ղեկավարության հետ, եւ այս ամենի շրջանակներում ես շատ կարևորում եմ ձեր նշանակումը նաև։ Your Excellency. Լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք նվիրված աշխատել ենք ընդլայնելու մեր համագործակցությունը եւ որոշակի նշանակալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ։ Սակայն դեռևս բավական չօգտագործված ներուժ կա առավել ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը։ Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է Չեռնոգորիայի արտգործնախարարության կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցման ողջունում է։ Նա չեռնոգորական կողմին է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել։ Փոխնախարարը նաև հանդես է եկել ելույթով։ Մարտի 26-ին Վիեննայում Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախ հանդիպել է ԵԱՀԿ մշտական խորհրդի ֆին նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահ հատուկ բանագնաց Թերի Հակալայի հետ։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացումը և Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ստորագրել այն։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին նույն օրը մասնակից պետությունների պատվիրակությունների 2 տասնյակի հասնող ներկայացուցիչներ հիմնականում ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և դրա շուրջ բանակցությունների ավարտը, կոչ անելով շուտափույթ ստորագրել և վավերացնել այն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն իր ելույթում նախ ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ ԵԱՀԿ, հատկապես այդ կարևոր առիթով։ 3 տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում 2025 թվականի մարտի 13-ին Հայաստանը համաձայնել է համաձայնագրի վերջին տարբերակին և այս որոշման մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմին։ Փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է և հանգրվան, որը որոշիչ դեր է խաղում տասնամյակներ շարունակվող հակամարտությունում, պատմական հնարավորություն ընձեռելով ճանապարհ հարթելու տարածաշրջանային խաղաղության համար։
Աբի Սողոմոնյանի խոսքով բոլոր ջանքերի արդյունքում վերջնականացված տեքստի նախագիծն այժմ պատրաստ է ստորագրման, եւ մարտի 20-ին Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին առաջարկել է համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ քննարկումներ սկսել։ Փոխարտգործնախարարն իր երախտիկն է հայտնել այն բոլոր պետություններին ու միջազգային գործընկերներին, որոնք այս ընթացքում ողջունել ու քաջալերել են կողմերին։ Իզարմանս մեզ Ադրբեջանի արձագանքը եւ դրան հաջորդած գործողությունները եւ հիասթափեցնող են եւ տագնապալի։ Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը ընդունելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ։ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ տասնամյակներ տևած թշնամանքի ընթացքում կուտակված բոլոր խնդիրները մեկ համաձայնագրով լուծելն ակնհայտ անհնար է, ասել է Աբի Սողոմոնյանն ու հավելել, որ համաձայնագրի ստորագրումը կստեղծի նպաստավոր միջավայր եւ ճանապարհ կհարթի բոլոր չլուծված հարցերի հասցեագրման եւ կարգավորման համար։ Փոխարտգործնախարարի խոսքով, որպես Հայաստանի կառուցողականության միակողմանի ապացույց, Ադրբեջանը պահանջում է Մինսկի գործընթացի կառույցների դադարեցում, չնայած այն փաստին, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը մի շարք առիթներով ի ցույց է դրել իր կառուցողական մոտեցումը։ Հայաստանի Հանրապետությունը արդեն բարձրագույն մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի կառույցների դադարեցումը, սակայն անհրաժեշտ է երաշխավորել, որ այս քայլը համահունչ է հակամարտության փաստացիև իրավական ավարտին։ Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, պաշտոնական եւ ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը։ Հակառակ դեպքում Աբի Սողոմոնյանի գնահատմամբ դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել։ Մի խոսքով, եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել այդ կառույցի գոյությանը, ապա ամենատրամաբանական եւ լեգիտիմ կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն է։ Նա ասել է, որ Ադրբեջանը նաեւ պահանջում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացում, պնդելով, որ մեր սահմանադրության նախաբանում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան։ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հաստատել է, որ սահմանային հանձնաժողովների կանոնակարգը ներառյալ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատումը համահունչ է Հայաստանի սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ԽՍՀՄ լուծարման պահին գոյություն ունեցող սահմաններով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, որը նաեւ արտացոլված է համաձայնագրում, ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Փոխարտգործնախարարի փոխանցմամբ, այլ կերպ ասած, Ադրբեջանի մտահոգությունների փարատման ամենակարճ ուղին նույնպես համաձայնագրի ստորագրումն է։ Ավելին, ըստ սահմանադրական դատարանի, հռչակագրի այն դրույթները, որոնք ուղիղ ներառված չեն սահմանադրության հոդվածներում, չեն կարող որևէ իրավական ուժ ունենալ։ Այնինչ իրականում մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում սահմանադրական ակտում ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Այդպիսի հողում կա, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ընդգրկում է Արևելյան եւ Հարավային Անդրկովկասը։ 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60%-ը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այդ դեպքում ինչու մենք չենք բարձրաձայնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը։ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։ Այնինչ մեկ այլ հոդվածների համաձայն կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այդ թվում նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ չներկայացնել։ Այս առումով ցանկացած այլ հարցի առաջ քաշումը որպես փաստաթղթի ստորագրման նախապայման նշանակում է նվազագույնը խաղաղության հաստատման ձգձգում։ Հայաստանի փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի ապատեղեկատվական արշավին ուղղված սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումներին։ Նա ասել է, որ Հայաստանը ուժ կիրառելու պատճառ չունի անգամ այն հարցում, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ չի ձգտում այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով, քանի որ հարցի խաղաղ եւ իրավական ճանապարհով հասցեագրման համար
Սահմանազատման ընթացիկ գործընթացը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստը պարունակում են բոլոր անհրաժեշտ մեխանիզմները։ Մենք առաջարկել ենք ադրբեջանական կողմին ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ, այդ թվում սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշում եւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ։ Ցավոք նշված առաջարկները չեն արժանացել Ադրբեջանի կառուցողական արձագանքին, ինչը լուրջ հարցեր է բարձրացնում այս պարբերական մեղադրանքների իսկական մտադրությունների վերաբերյալ։ Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ 2020 եւ 23 թվականներին հայկական կողմը բազմիցս ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությանն է ներկայացրել նմանօրինակ մարտավարության դեպքեր, երբ Ադրբեջանը ապատեղեկատվության քարոզչությունը օգտագործել է տարածաշրջանում հետագա լարվածության համար որպես արդարացում։ Մենք պետք է զգոն լինենք այս մարտավարության նկատմամբ, կրկնապատկելով մեր ջանքերը ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Աբի Սողոմոնյանը կրկին վերահաստատել է Հայաստանի անվերապահ նվիրվածությունը խաղաղության օրակարգին եւ ընդգծել, որ ճիշտ ժամանակն է վերջ դնել արհեստական ձգձգումների եւ հապաղման քաղաքականությանը, զերծ մնալ անհիմն պատրվակներ ներկայացնելուց, որոնք միայն խոչընդոտում են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Նրա խոսքով ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենազգայուն եւ անկայուն տարածաշրջաններից մեկում բոլոր կողմերի շահերից պետք է բխի, որ խաղաղությունը գերակայի պատերազմին, դիվանագիտությունը առճակատմանը եւ կայունությունը անորոշությանը։ Եզրափակելով թույլ տվեք կրկին ընդգծել, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ առաջարկում է ադրբեջանական կողմին սկսել խորհրդակցություններ փաստաթղթի ստորագրման ժամկետների եւ վայրի շուրջ։ Մենք գնում ենք խաղաղության, ոչ թե պատերազմի։ Հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Աբի Սողոմոնյանն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգին եւ հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտապույտ ստորագրումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում տևական խաղաղության եւ կայունության հաստատման համար։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապկյանի գլխավորությամբ տեղի ունեցել նախարարինքից կոլեգիայի նիստ քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ընթացքին առնչվող հարցեր։ Հանրապետության նախագահ Խաչատուրյան ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների եւ ընդհանուր իրադրության վերաբերյալ։ Հանրապետության նախագահը ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը։ Դեսպանը վերահաստատել է Էմիրությունների պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կվերադառնանք մի քանի րոպեից։
Շարունակենք լրատվությունը. ազգային ժողովում այսօր չեպազրույցներ էին, մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, հարցերի հիմնական մասը վերաբերել է խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական գործընթացներին հնարավոր զարգացումներին։ Տեսակետն եմ ուզում հարցնել, արդյոք Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին այսպես ընդառաջ կգնա եւ օր առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Շնորհակալություն։ Իսկ ինչու պիտի ստորագրի, եթե առանց թղթի կտորի, առանց այդ բարաթի, Հայաստանի այսօրվա իշխանությունները, պաշտոնական Երևանը, բոլոր երևակայելի եւ աներևակայելի զիջումների գնում է, ինչու ինչ որ թղթ ստորագրի։ Հայտարարել են, որ տեքստը պատրաստ է, իդեպ եթե Ադրբեջանը դրա մասին չհայտարարեր, ես չգիտեմ Հայաստանի իշխանությունները դրա մասին կխոսեին, թե էլի կփորձեին կոծկել, բայց բազմաթիվ նախապայմաններ է դնում։ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, պատերազմական հանցագործների արտահանձնման հարց, հայցերի հետ քաշում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա եթե լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի։ Որևէ թուղթ չի ստորագրի։ Չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացում, միակը Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունները մեծ առումով դեմ չեն, եւ սահմանադրության փոփոխություն, որին եւս հայաստանյան իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատժառաբանություն են ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առողջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Իհարկե մենք շատ ժամանակ այդ փաստաթղթին այն տեսանկյունից ենք անդրադառնում, թե ինչու Ադրբեջանը սա չի ստորագրում եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը այդ 17 կետերից բացի ունի մեկ այլ համախումբ պահանջներ, որոնցից երկուսի մասին արդեն խոսեցի, սահմանադրության փոփոխություն, ԵԱԿ Մինսկի խմբի այդ ձևաչափի լուծարում, սրա մեջ հաճախ նաև Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի ապա ռազմականացում, այսպես կոչված փախստականների վերադարձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն Ադրբեջանը տեսնում է հնարավորություն հայաստանյան այս իշխանության պայմաններում միջև վերջ գործելու եւ առավելագույնը ստանալու եւ դրանով պայմանավորված ոչ միայն ձգձգում է բանակցային գործընթացը, այլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք, համեմատելով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Մնացածը դուք տեսնում եք, այո, տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում, բայց դուք նաեւ պետք է նկատեք, թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին։ Սա էլ է շատ կարեւոր եւ սա մենք պետք է գնահատենք, որովհետեւ այն որ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել, դա նորություն չի, դա գաղտնիք չի, բայց թե ինչպես աշխարհը կընկալի եւ ինչպես մարդիկ միջազգային
դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես իրենք կդիրքավորվեն։ Ահա դրանից է նաև կախված բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են, թե չեն հաջողում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այս պահին։ Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում Դոնալդ Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։ Համապատասխան դիմումը ուղղվել է պետքարտուղարություն, շարունակենք Արտյոմ Մերկանյանի հետ, Արտյոմ, ովքեր են նախաձեռնողները։ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, կոչ անելով օգտագործել Ազատության աջակցության ակտի հայտնի 907 ուղումը եւ այլևս Ադրբեջանին ոչ մի տեսակի ռազմական օգնություն չցուցաբերել։ Պատճառը, ինչպես ասվում է այդ նպատակում, ավելի քան 120,000 Արցախի հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումն է, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան եւ հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը եւ նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը։ Նախաձեռնողները 4 կոնգրեսականներ են՝ Մայք Լոուրեն, Ֆրենկ Պալոնեն, Գիզ Բալարակիսը եւ Գեյբ Համոն։ Նշեմ, որ նրանցից երկուսը հանրապետականներ են, այսինքն Մարկո Ռուբիոյի եւ Դոնալդ Թրամփի կուսակիցներն են, եւ դա շատ կարեւոր է ընդգծել։ Այս փաստաթղթի նամակին աջակցել են հայկական լոբիստական կազմակերպությունները, որոնք այժմ հատուկ ընդգծում են, որ այս նամակը համապատասխանում է նախանցած տարվա սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, Սենատում ընդունված Հայաստանի աջակցության ակտին, որի նախաձեռնողներից մեկը եղել է հենց Մարկո Ռուբիոն, ով այդ ժամանակ դեռևս սենատոր էր։ Եվ այժմ լոբիստական մեր կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում, նախ հիշեցնում են Ռուբիոյին իր այս հարցում ցուցաբերած սկզբունքայնությունը եւ կոչ են անում դրսեւորել հետեւողականություն այս հարցում։ Եվ ինչ որ բան կտա այս նախաձեռնությունը։ Դե սա ընդամենը նամակ է, բայց կարևոր է, որ սա հավանաբար փորձ է այսպես զոնդաժ անել, հողի ստուգել, թե ինչպիսին է նոր վարչակազմի վերաբերմունքը այս գաղափարի վերաբերյալ։ Եվ եթե նկատվի, որ վերաբերմունքը դրական է կամ չեզոք է, ընթացք կարող է տրվել այն արդեն օրինագծերին, որոնք կան կոնգրեսի երկու պալատների քարտուղարություններում։ Բանն այն է, որ նման բովանդակությամբ ժամանակին օրենքի նախագծեր են մշակվել եւ ներկայացվել։ Օրինակ, անցած տարվա ապրիլին կոնգրեսական Դիտա Տիտուսը նախաձեռնել էր մի օրինագիծ, որի համաձայն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն նույնպես Արցախում այդ հայաթափման քաղաքականության համար։ Փաստաթղթին ընթացք չի տրվել, բայց եթե ինչպես ասացի նկատվի դրական վերաբերմունք, հնարավոր է այս փաստաթղթին ընթացք տրվի։ Կամ օրինակ անցած տարի ամռանը 60 կոնգրեսականներ դիմել էին պետքարտուղարությանն ու Սպիտակ տանը, նույնպես կոչ անելով պատժել Ադրբեջանին Հայաստանի դեմ այդ ագրեսիայի եւ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։ Այն ժամանակ Ալիևը վրդովվել էր եւ մեղադրել էր ամեն ինչում դեմոկրատներին, որոնց վարչակազմի օրոք էր ընդունվել այս նախաձեռնությունը։ Այժմ վարչակազմը ձևավորել են հանրապետականները, որոնցից շատերը, ինչպես ասացի, նույնպես կողմնակից են նույն քաղաքականության։ Եվ ինչպես կարող է վերաբերվել նման նախաձեռնություններին վարչակազմը, ինչ ենթադրություններ կան։ Դե որևէ կերպ առայժմ վարչակազմը իրեն չի դրսևորում այս հարցերում, բայց շատ կարևոր է, որ վարչակազմը իր վրա ճնշում է նկատում տարբեր կողմերից։ Օրինակ, այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը հրապարակել է իր զեկույցը, որում անդրադարձ կա նաև Ադրբեջանին եւ այնտեղ ընդգծվում է, որ Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում Արցախում հայկական ժառանգությունը ոչնչացնելու, հայկական պատմական ճարտարապետական հուշարձանները քանդելու եւ նաև հիշատակվում է, որ կան լուսանկարներ տիեզերական, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը նպատակաուղղված է։ Նաև հիշատակվում է Freedom House
House իրավապաշտպան կազմակերպության գնահատականները, որոնց համաձայն Ադրբեջանը մարդկության դեմ ռազմական հանցագործություններ է կատարել։ Եվ ամփոփելով բոլոր այս փաստերը, այդ կրոնական ազատությունների հանձնաժողովը կոչ է անում նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ եւ նաեւ առաջարկում է նպաստել դրան, որ միջազգային կազմակերպությունների, օրինակ ՄԱԿ-ի պատվիրակները կարողանան մեկնել Արցախ եւ ծանոթանալ իրավիճակին այնտեղ։ Նաեւ առաջարկում է, որ ԱՄՆ կոնգրեսում հատուկ խորհրդարանական լսումներ իրականացվեն այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն արծը։ Ղազախստանում գտնվող արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը այցելել է Աստանա միջազգային ֆինանսական կենտրոն, ծանոթացել միջազգային ընկերությունների ներգրավության համար ստեղծված պայմաններին, ներդրումային միջավայրին։ Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող կառույցի գործունեությունը, որը նորարարական լուծումներով մեկ պատուհան սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի և մի քանի երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման համակարգ ձևավորելու հարցը, այնտեղ ընտրություններ անցկացնելու համար։ Ըստ նրա, Ռուսաստանի համար հասկանալի չէ, թե ուկրաինական կողմից ում հետ պետք է որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ վաղը այնտեղ կգան այլ առաջնորդներ։ Ըստ Պուտինի, միայն ընտրություններից հետո հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Պուտինը նշել է, թե Ուկրաինայում ժամանակավոր կառավարման համակարգը թույլ կտա անցկացնել ժողովրդավարական ընտրություններ եւ իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող ունակ կառավարություն։ Իրանը պատասխանել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, նշելով, որ նամակը ուղարկվել է Օմանի միջնորդությամբ։ Այդ նամակում ամբողջությամբ ներկայացվել են Իրանի տեսակետները, սակայն պաշտոնյան չի բացահայտել նամակի բովանդակությունը։ ԻՌՆԱ գործակալությունը նշել էր, որ Թրամփը մարտի 12-ին է նամակը ուղարկել Իրանին Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչի միջոցով։ Թեև նամակի բովանդակությունը պաշտոնապես չի հրապարակվել, Թրամփը ասել է, որ խնդրել է Իրանին բանակցություններ սկսել միջուկային նոր գործարքի շուրջ։ Առայժմ այսքանը, կհանդիպենք ժամ 22-ին։